Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը հիմա զարգանում է միաժամանակ մի քանի թեժ գծերով, որոնք թվում է առանձին են, բայց իրականում բոլորն էլ միավորվելու են մեկ մեծ պայթյունի մեջ։ Այն, ինչ հիմա կատարվում է, արդեն պարզապես սյուժե չէ, այլ փոխկապակցված ճակատագրերի բախում։ Մինչ Դավիթը հիվանդանոցում պայքարում է կյանքի համար, նրա շուրջ ձևավորվում է լուռ, բայց շատ ուժեղ դրամա։ Բոլորը սպասում են, աղոթում, հույս ունեն, իսկ այդ ընթացքում կյանքը դրսում շարունակվում է իր դաժան ընթացքով։ Վովան Մոսկվայում է դեռ կտրված այս ամենից, բայց ոչ երկար, սյուժեն հստակ տանում է նրան դեպի վերադարձ։ Նա դեռ չի պատկերացնում, թե ինչ կապ ունի այս ընտանիքի հետ, բայց հենց այդ անգիտակցական կապն է նրան հետ բերելու, երբ նա վերադառնա, ամեն ինչ կսկսի փոխվել։ Մյուս կողմում Մակունցների ընտանիքում իրավիճակը լրիվ դուրս է եկել վերահսկողությունից, Հունանի և Գրիշոյի գործողություններն արդեն իրենց հետևանքներն ունեն, և այդ հետևանքները գնալով ավելի են ծանրանում։ Ընտանիքը, որը թվում էր ամուր, հիմա ճաքեր է տալիս ներսից, բայց ամենահետաքրքիր զարգացումներից մեկը տեղի է ունենում Ավոյի գծում։ Այն պահին, երբ մյուսները պայքարում են կյանքի, արդարության և ճշմարտության համար, Ավոն կարծես ապրում է իր կյանքը, անտեսելով ամեն ինչ։ Նրա հայտնվելը, դստեր ծննդյան տոնակատարությանը, առաջին հայացքից սովորական է թվում, բայց իրականում հենց այդ պահն է դառնում ճակատագրական։ Էռնան վերջապես բացահայտում է ճշմարտությունը։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղից պարզ է դառնում, որ այո, Էռնան վերջապես իր աչքերով է տեսնում ամեն ինչ։ Այն կասկածները, որոնք երկար ժամանակ կուտակվում էին ներսում, եղբայրը, նրա կինը, անընդհատ փորձում են Էռնեի աչքերը բարձել, չէր ստացվում, բայց հիմա իրականությունը չափազանց ցավոտ է։ Նրա ամուսինը ոչ միայն դավաճանել է, այլ նաև ունի այլ ընտանիք, երեխա։ Այս բացահայտումը կոտրում է Էռնային ներսից։ Նրա հարձակումը Ավոյի վրա ոչ միայն զայրույթի արտահայտություն է, այլ նաև տարիներով կուտակված ցավի, նվաստացման և խաբված լինելու զգացման պայթյուն։ Սա այն պահն է, երբ նա այլևս չի կարող լռել։ Հիմա ամենակարևոր հարցը՝ կբաժանվի արդյոք Էռնան Ավոյից։ Սա շատ բարդ ընտրություն է նրա համար։ Մի կողմից նրա արժանապատվությունն է, ճշմարտությունը, վիրավորված սիրտը, մյուս կողմից տարիների հարաբերությունը, ընտանիքը և գուցե դեռ մնացած զգացմունքները։ Հունանն, ով միշտ դեմ է եղել այս հարաբերությանը, հիմա կարող է փորձել ազդել Էռնայի վրա, նա կարող է փորձել բացել նրա աչքերն, ինչպես անում էր այս ամբողջ ընթացքում, ստիպել նրան վերջապես տեսնել իրականությունն ու հեռանալ Ավոյից։ Բայց այստեղ կա մեկ այլ շատ կարևոր հանգամանք։ Ավոն այն կերպարներից է, ով միշտ կարողացել է դուրս գալ ամենաբարդ իրավիճակներից։ Նա մանիպուլացնում է, ստում, խաղում մարդկանց զգացմունքների հետ, և չի կարելի բացառել, որ այս անգամ էլ նա կփորձի փրկել իրավիճակը խոստումներով, կեղծ զղջումով կամ նույնիսկ մեղքը ուրիշների վրա գցելով։ Հարցն այն է, այս անգամ Էռնան կհավատա նրան։ Եթե նա կրկին ների, դա կնշանակի, որ դեռ չի հաղթահարել իր կախվածությունը այդ հարաբերությունից, բայց եթե ոչ, դա կլինի նրա կերպարի մեծ աճը, վերջապես ընտրել իրեն, ոչ թե խաբեությունը։ Այս ամբողջի ֆոնին սերիալն ավելի է խորացնում իր հիմնական թեմաները՝ դավաճանություն և ներողություն, ճշմարտություն և սուտ, ընտանիք և կործանում։ Ամենակարևորը՝ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր գաղտնիք, որքան էլ երկար թաքցվի, մի օր բացահայտվում է։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել հուզիչ ու լարված։ Կփրկվի Դավիթը, կվերադառնա Վովան ճիշտ պահին, արդյոք կբաժանվեն Էռնան ու Ավոն, կկարողանա Ավոն կրկին խաբել Էռնային, և արդյոք Մակունցների ընտանիքը կկարողանա դուրս գալ այս ճգնաժամից։ Մի բան արդեն հաստատ է՝ Գոյամարտը մտնում է իր ամենահզոր փուլը, որտեղ յուրաքանչյուր ճշմարտություն պայթյունի ուժ ունի, և յուրաքանչյուր որոշում կարող է փոխել ճակատագրեր։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչ է լինելու հեռուստասերիալում, և արդյոք Էռնան վերջապես հասկանալու է, որ Ավոն
այս ողջ ընթացքում նրան խաբել է, և արդյոք նա ներողություն կխնդրի Հունանից և նրա կնոջից Ինայից, որ այսքան ժամանակ վիրավորել ու նեղացրել է նրան և չի հավատացել, որ Ավոն ունի ոչ միայն կին կամ սիրուհի, այլ նաև երեխա։ Ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, այնպես որ սեղմեք զանգակոճակը, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն թեժ ու հետաքրքիր սերիալներ են սպասվում առաջիկայում։ Հեռուստադիտողներին ամենաշատն այս պահին հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք Դավիթը վերջապես ոտքի կկանգնի, թե ոչ, իսկ դուք ինչպես եք կարծում։ Չմոռանաք նաև գրել, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։